Բարև, եւ հասանք տվոց կրկին 10-րդ գլխուն։ Եվ այստեղ է, որ իսրայելցիները գուքան գաթես եւ անոնց կսվի, որ լրդերսներ ղրգեն։ Արդյոք այս Աստծո գաղափարն էր։ Գրնալալ այդպես կթվի, բայց անգընթարաչ է մարդոց խնդրանքին, որ եղած էր երկրորդ օրինաց 1:22-ի մեջ։ Ուրեմն Աստծո գաղափարը չէր լրդեսներ ղրգելը երգիրը։ Աստված արդեն մտած էր եւ լրդեսած էր երգիրը։ Ան ամեն ինչ գիտեր այդ մասին, բայց իսրայելցիները գվախնային, որ թերևս չգրնան կրավել երգիրը։ Սիրելիներ, գրնալալ այդ մեկը իմաստություն նկատել, այսինքն անոնք իրենց ընդրության մեջ ուշադիր են։ Երգիրը չմտնել առանց նախապես գիտնալ, թե ինչի կարելի է հանդիպել։ Բայց սիրելիներ, իրականության մեջ անոնց լրդեսներ ղրգելը ցույց տվավ անոնց հավատքի դգարությունը։ Անոնք չէին վստահեր Աստծո։ Այդ մեկը նաև մեզի կվերապերի այսօր, ինչպես այդ ժամանակին, եւ այդ բանն է, որ մեզ մե յուրաքանչյուրը պետք է անընդհատ հարցնե, թե արդյոք մենք իսկապես հավատքով կգալենք։ Մարդիկ կարելի եղածին չափ առաջ կգարնեն, բայց պիտի կա ժամանակը, ուր մենք պետք է մեր ճամփան անոր հանցնենք եւ ամբողջովին իրեն վստահենք։ Եվ այստեղ այս գլխում մեջ իսրայելցիները եկած են գաթես եւ չեն վստահիր Աստծո, բայց Տերը կբադվիրե, որ վստահին իրեն, եւ ան բադվիրեց այն անոնց, որպես պատասխան անոնց խնդրանքին։ Եվ կորզողությունը պետք էր կատարվեր կանոնավոր կերպով։ Անոնք պետք է ամեն մեկ ցեղե ընդրեին գարավարիչը։ Երկու մարդիկը, որոնց վրա պետք է կետրոնանանք ցանգեն, Քաղեբը, Հութայի ցեղեն եւ Հեսուն, Եփրեմի ցեղեն։ Երբ լրդեսներուն դրվեցավ իրենց հանցնարարությունը եւ ասվեցավ, թե ինչ պետք է անեն, յետքը անոնք կվերաթարնան եւ կներկայացնեն ճշգրիտ եւ մանրագրգիտ դեղեկագիրը։ Բայց եթե ուշադիր գարտակ, պիտի տեսնեք, թե ինչպես անոնք մեկնաբանեցին իրականությունները եւ մորցան Աստծո թերը այս բոլորին մեջ։ 31-րդ համարի մեջ Քաղեբի եւ Հեսուի դեղեկագիրը գսե. մենք անշուշտ կրնանք ելել եւ երկրին դիրել, բայց մեծամասնությունը չհամարցակեցավ, անոնք վախցան եւ իրենց հավատքը գործընծուցին։ Եվ այդ պատճառով բարակաները, դժվարություններն ու խնդիրները շատցան։ Եվ սիրելիներ, այդ մեկը միշտ տեղի կունենա, երբ Աստծո դուրս կտնենք մեր հաշիվներեն։ Անոնք մեկ նայվածքով տեսան հսկաները, Ենագի որդիները եւ անոնց արջև իրենք զիրենք մարախի պես տեսան եւ վախցան։ Եվ այս բոլորը, որովհետեւ անոնք Աստծո դուրս սկեցին իրենց հաշիվներեն։ Եթե անոնք Աստծո ապավինեին եւ վստահեին իրեն, այդ բոլորովին դարբեր պատմություն պիտի ելար։ Եվ կտեսնենք Թվոց 14:1-ի մեջ, որ ժողովուրդը աղաղակեց եւ լացավ այդ գիշեր։ Եվ Իսրայելի ժողովուրդը պետք էր որոշեր ինչ աներ։ Եվ անոնք որոշեցին չմտնել։ Եվ այդ անոնց անհավատության պատճառով էր։ Կտեսնենք ամեն անգամ, երբ ապստամբությունը ըլլա, Տերը կդրտնի անոնց մե, այն աստիճան, որ գուզե ոչնչացնել անոնց։ Բայց Աստված յետ կդառնա այդ որոշումեն Մովսեսի բարեխոսության պատճառով։ Եվ այսպես Աստված թադավճիր գարցակե այդ դրդնչացող եւ քանքատող խումբին։ Անոնք, որոնք 20 տարեկան կամ ավելի են, պիտի չմտնեն խոստացված երգիրը, թեև անոնց զավակները պիտի մտնեն։ Սակայն բացառությունն էին Քաղեբն ու Հեսուն։ Աստված անոնց հատկացուց մտնել խոստացված երգիր։ Եվ խորքին մեջ Հեսուն պիտի առաջնորդեր ժողովուրդը։ Եվ մինչդեռ այդ սերունդի մնացած մասը գործընծուցին թե արիթը եւ թե անոր օրդությունները։ Սիրելիներ, հիշեցեք, որ Քաղեբն ու Հեսուն բերի նույն դեղեկագիրը, ինչպես մնացած լրդեսները, բայց անոնց մեկնաբանությունը դարբեր էր։ Մենք կրնանք մտնել երգիրը։ Ինչ էր դարբերությունը։ Վստահիլ Տերոջ։ Այս է որ կպատահի, երբ դու կհավատաս Աստծո, եւ այդ է որ կպատահի, երբ չես հավատար։ Եթե ինձ ինքդ կտեսնես որպես մարախմը, հսկայի մտեմ, ճիշտ այդ ժամանակն է, որ դու պետք ունիս Աստծո։ Սիրելիս, ինչպես կհաղթահարես քո կյանքիդ հսկաները։ Արդյոք քո Աստվածդ քեզի համար ամեն բան կրնա փոխել։